Չգիտեմ, հիշում եք ես ինչքան է խորել է ժամանակ ընթացքում։ Աղբյուր կար ներքևը։ Այս գյուղի որ սուչել 95%-ը, 5%-ը բան չեմ ամ, 95%-ը որ գնաց Տուգվի, ոչ թե Ալավերդի, այլ Երևան, Ալավերդի իսկան է ուղղակի հիվանդանոց բժշկություն չկա։ Թեկուզ դե նկարահանում եք ինչ էր կանում, ես իմ ճիշտն եմ ասում։ Որտեղ ես իրան տարա Ալավերդի, ամեկը մի բան ասին, ես վերջումը գնացի հասա Երևան ու արդյունքում այդ հիվանդությունը իր մոտ բարև։ Վերջ հիմա 95% ժողովուրդը մեր մեծ այրում, ընդհանրապես թեկուզ փոքր այրում, թեկուզ ճոճկան գյուղեր, եթե գնան ստուգեն ժողովուրդը, դրանց 95%-ը հիվանդ են, թե ինչ հիվանդությունով, մեկը ռուսկով, մեկը ձեր ասած գլխացավով, մեկը ես իմ, չգիտեմ, տարբեր ձևերի հիվանդություն է։ Տիկինս է։ Այ այս հրաբանն է, շնորհքն է։ Ռուսկից 3 տարի չաչարվեց, արդյունքներ վերջը մեծ ստացավ։ Էդ է։ Հիմա ես այդ եմ ասում։ Օրից հետո ուզում են փակեն, ուզում են չփակեն, այդ ինչ չհետաքրքրում, ընդհանրապես եթե վանայի ժողովրդին է չի, այլ արդեն հետաքրքրում, որտեղ ես էլ եմ կրկնում իմ ասածս, այս ժողովրդի 95%-ը պրոստը իրանք չեն զգում։ Մեկը ձեզ նման ասում է գլխացավ ունեմ, մեկը ասում է ատամասացավ, մեկը վերջը տարբեր, ամենքը տարբեր ձևի հիվանդություններ են ասում։ Հիմա ուզում են փակեն, ուզում են չփակեն, դա արդեն էլ չհետաքրքրում։ Օրինակ ինձ էլ չհետաքրքրում, ուզում է փակի, ուզում է լեբեր ասֆալտի հետ հավասարացնել։ Ճամպա սարքի, մի հատ կարճ ճամպա, մեծ այրում, ճոշկանայրում գյուղերը համար։ Ինձ այդ բանի վրանով։ Մեր լեզվով ասած խլոստի վրանով, փոչամբարի վրանով։ Թող մի հատ կարճ ճամպա բացի, որ հարևան գյուղը չգնա շրջադարձի գնա, թող մի անգամ իր գա, այս ճամփով գա, մտնի գյուղը պրծնի։ Թող բերեն լցնի, ինձ համար էլ հետաքրքիր, ուզում է լցնի, ուզում է այդ այրներով դե շարունակվի, ինչ հետաքրքիր, որտեղ իմ կյանքս գնացել է այդ պատճառով։ Ինձ էլ չի հետաքրքրում։ Եթե գյուղից մտար անտառ, էլ այդ օծը շնչելու է։ Դա վարիանտ չկա, որովհետև շնչում եմ 99%, ընդ ինքը շնչում է 95%, թեկուզ 90%, էլ է շնչում է։ Հələ դուք պատկերացրեք քամի ալում, հələ եկեք, այստեղ կանգնեցեք, հələ տեսեք այն փոշին, ոնց ասել պտուտ են ռուսի ասած ուրական քամիները որում, այդ հենց պտտիլով կամ են կողմի վրա ակշում տանում, կամ վերջը չրում է, որ կողմից քամին եկավ, կարող է այն քամին դեպի ինձ բերի լցնի, դեպի այն թոզը իր փոշին, բերի դեպի այս կողմ։ Չգիտեմ, մի խոսքով ես չգիտեմ։